Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Հիպովիտամինոզ, ինչ հետևանքների սպասել, եթե մանկան օրգանիզմ մեկ կամ մի քանի վիտամին անբավարար քանակով են ներմուծում։ Մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտավորապես 1500 աղջիկ։ Ակումբի հատուկ անդրադարձը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին Հայաստանում։ Երեխային պետք է ազատություն տալ, իսկ ինչ է նրանց կարծիքով ազատությունը։ Միրգ, բանջարեղեն, հացահատիկներ, միս, կատնամթերք, մենք գիտենք, որ մեր երեխաների առողջությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչ են ուտում, ինչպես է պատրաստված տվյալ սնունդը, ինչ քանակով ու հաճախականությամբ են ստանում այն եւ այլն։ Վիտամինային անբավարարության հիպովիտամինոզի առաջացման գործոնների, զարգացման աստիճանների ու խնդրի հաղթահարման ուղիների մասին եմ զրուցելու մանկաբույժ Աննա Բալայանի հետ։ Ողջույն բժշկուհի, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ այսօր խոսելու ենք հիպովիտամինոզի մասին, նախ պետք է խնդրեմ սահմանեք ու մեր հեռուստադիտողներին պատմեք, թե ինչ երևույթ է սա, արդյոք հիվանդություն է համարվում, թե առողջական խնդիր է պարզապես։ Եթե այսինքն հետ գնանք մի դար առաջ, եթե մարդկությունը ավելի շատ տառապում էր A վիտամինոզներից, հա, այսինքն որևիցե վիտամինի պակասությունից, եթե դա D-ն է, օրինակ ռախիտ, հա, C վիտամինը դա ցինգայ է, B խումբը բերի եւ այլն։ Հիմա ավելի շատ բժիշկներս առնչվում են ձեր ասած հիպովիտամինոզի հետ։ Փաստորեն դա վիտամինների անբավարարությունն է։ Հա, այ մեր օրգանիզմը մեզ տալիս է այդ նշանները, որ մարդ ունի մաշկի չորություն, ունի, ասենք, մազերի, եղունգների ինչ-որ վատ թուլություն, լորձաթաղանթների ախտահարում, բշտեր, հա, բերանի խոռոչում, եւ այդ դա միկրոսիմպտոմներ են, որը ուշադիր բժիշկը կարող է հասկանալ միգուցե գործ ունի հիպովիտամինոզների հետ։ Այսինքն փաստորեն նախանշաններից, եթե իհարկե լուրջ հիվանդությունների հետևանք չեն, շատ հնարավոր է վիտամինի անբավարարություն։ Անբավարարություն։ Եվ վիտամինների շուրջը կան, այսպես ասած, միֆեր մեր ժողովրդի մոտ։ Միֆը ես կարծում եմ, որ մենք այսօրվա մեր սննդով կստանանք այն բոլոր վիտամինները, որը անհրաժեշտ է։ Դա միֆ է։ Հա, ես կարծում եմ, որ միֆ է, որովհետև մենք եթե օրինակ ասում ենք, օրինակ 100 գրամ հնդկաձավարը պարունակում է այսքան վիտամին, օրինակ։ Նշանակում է։ Սակայն չի ասում, որ այդ վիտամին, այդ 100 գրամը չեփված հնդկաձավար է։ Եվ եթե նայում ենք, ասենք, հա, սովետական ժամանակաշրջանի գրքեր, գրված է, որ նույն այդ հնդկաձավարը այսքան օրինակ միկրոգրամ վիտամին է եւ միջ այսօր նույն քանակով օրինակ շարունակում է մնալ։ Կարծում եմ այդպես չի կարող լինել, որովհետեւ մշակման արդյունքում փաստորեն դրանք կորցնում։ Հողը ընդերքի կարծում եմ 100 տարի առաջ եղել է այլ, քան հիմա, հա, մեր ընդերքը եւ այլն։ Ուրեմն դա էլ է միֆ, կարծում եմ, որ մենք այսօրվա պայմաններում չենք կարող ստանալ ամբողջ մեր վիտամինների պահանջը։ Հատկապես ներողություն, երբ խոսում ենք չուտող երեխաների մասին, ամենայն հավանականությամբ նրանց մեծամասնությունն ունի հենց վիտամինների անբավարարություն։ Հա, ի սկզբանե կուզեմ ասել, որ մայրական կաթը ինքը կարելի ասել պոլիվիտամինային մի հատ դեղորայք է, կրծքով կերակրվող երեխաները բավարարվում է պահանջը, գոնե 4.5 մինչև 6 ամսեկան հասակը, եւ փաստ է, որ օրինակ 100 տարի առաջ մարդը կերել է շատ ավելի քանակով սնունդ, չէ՞, որտեղ նա ավելի շատ էներգիա է ծախսել, ավելի շատ քայլել, ավելի շատ ֆիզիկապես աշխատանք է կատարել, քան ժամանակակից մարդը։ Ահա, եւ նրան պետք է եղել այդ նա շատ ծավալով ավելի շատ սնունդ ստացել եւ ծավալով շատ եւ վիտամիններ է ստացել։ Իսկ վիտամինի մեր օրեկան պահանջը կբավարարվի, եթե օրինակ խմենք 6 բաժակ, օրինակ վիտամին C-ի մասին խոսենք, թարմ, քամած, լավ որակի խնձորի հյութ, օրինակ կամ նարինջի հյութ, այդքան չենք խմում եւ հաստատ նայած ոնց է քամված, ինչ խնձորի տեսակ է եղել, երբ որ սեզոնն է եղել։ Եվ քիչ ծավալով ուտելը բերում է նույնիսկ նաև էլի հիպովիտամինոզի։ Փաստորեն նույնիսկ լիարժեք նորմալ, ասեմ, նորմալ սնունդի միջոցով մենք չենք կարող խուսափել վիտամինների անբավարարությունից։ Չնայած ԱՀԿ-ն, հա, մեզ առաջարկում է պարտադիր վիտամին D-ի նշանակումը։ Մինչև 2 տարեկան։
հա, միջև մի տարեկան ամեն օր առանց, եթե առաջ ամռան սեզոնին գտնում ենք, որ պետք չի Հայաստանի հիմա տալիս են եւ ծնված օրվանից 2 տարեկան միջև նշանակում է բժիշկը, թե կարիքը կա։ Ուրեմն հստակ ուղեցույց ունենք վիտամին D-ի համար։ Դա հստակ է։ Հստակ ուղեցույց է եւ կարծես թե այն ռախիտները, որոնք մենք տեսնում ենք կլինիկական բոլոր դրսևորումներով հիմա չկա։ Կայ խոսում ենք անբավարարության մասին, հասկացանք, որ նման նշանների դեպքում պետք է դիմել մանկաբուժին կամ բժշկին, ով նշանակումներ որոշակի կանի, բայց կարծում եմ կհամաձայնեք, որ մեր հասարակության մեջ վերջին տարիներին ընդունված է նաև մյուս ծայրահեղությունը, որ մարդիկ առանց պատճառի, պարզապես պրոֆիլակտիկ, սկսում են տարբեր վիտամինների ընդունումը, հիմա բազմազան են, հա, շուկայում այդ հավելումները վիտամինային, ինչպես նաև երբ երեխան հիվանդանում է կամ ամռանը, գարնանը պրոֆիլակտիկ C վիտամին են խմացնում, արդյոք սա սխալ մոտեցում է եւ ինչի կարող է բերել, թե դրանից վախենալ պետք չէ։ Գիտեք, մյուս միֆը, էլի վիտամինների վերաբերյալ, որ լավ ու վատ վիտամ, սա լավ է, սա վատ է։ Ուրեմն լավ ու վատ կարելի է նայել այս տեսանկյունից մեր ազգաբնակության համար, մեր կլիմայի, մեր ընդերքի, մեր լավ է թե վատ։ Թե չէ բոլոր վիտամինները, որոնք արտադրում են կամպանիաները, իրենք հաշվի են առնում ամեն ինչ։ Ահա, դա էլ է, օրինակ, այս վիտամինը լավ է, այս մյուսը վատ է, եթե ինքը պոլիվիտամինային կոմպլեքս է, որտեղ կա միներալնյութեր, դա արդեն լավ է, կարելի է օգտագործել։ Խոսվում էր, որ ցանկալի է առանձին վիտամիններ խմել, ոչ թե պոլիվիտամիններ, որտեղ մեկը մյուսին ճնշում է, մեկը բոլոր արտադրողները դա շատ լավ գիտեն, այնտեղ հատուկ պատիճների մեջ են, հա, մի շերտը, ասենք, ստամոքսում կքայքավի, մյուսը աղիքներում։ Ուզում եմ ասեմ, դա էլ պոլիվիտամինները, եթե բայց ինքնագլուխ կարելի է գնել դեղատնից, թե այն չի կարելի, պետք է նշանակի բժիշկը։ Բժիշկն է նշանակում եւ ասում եմ էլի միկրոսիմպտոմատիկայից ելնելով, հաճախ հիվանդացող երեխայի համար ելնելով բժիշկը շատ լավ կարող է կոռեկցի վիտամինի պակասը երեխայի կամ ընդհանրապես պացիենտի մոտ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ ես էլ։ 2012 թվականին կատարված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում հետազոտության տվյալների համաձայն մեր երկրում տարեկան կատարվում է հղիության սեռով պայմանավորված 1500 արհեստական ընդհատում։ Մեկ ամիս շարունակ մայրիկների ակումբն ուշադրության կենտրոնում կպահի սելեկտիվ աբորտների խնդիրը։ Մենք կփորձենք գտնել արատավոր երևույթի արմատները, կպարզենք, թե ինչ հետևանքներ կարող է թողնել հղիության արհեստական ընդհատումը, հայացք կնետենք դեպի ապագա, հասկանալու, թե ուր կարող է մեզ հասցնել մեր տղայապաշտությունը։ Այդ ամենը եւ ավելին առաջիկա մեկ ամսում, իսկ կսկսենք խնդրի ընդհանուր պատկերի նկարագրությամբ։ Դուք փոքրիկի եք սպասում, այս լուրը բերկրանքով է լցնում ապագա ծնողների սրտերը եւ կարծես թե այլևս ոչինչ անհրաժեշտ չէ երջանիկ լինելու համար, բայց արի ուտես, որ շատ շատերի համար միայն այս լուրը բավարար չէ լիովին երջանիկ լինելու համար։ Եթե իհարկե դրան չի հաջորդում դուք սպասում եք տղա երեխայի, երբեմն դրան հաջորդում է դուք սպասում եք աղջիկ երեխայի, լուրն ակամա ավետիսից վերածվում է բոթի, իսկ ծայրահեղ դեպքում հղիության ընդհատման պատճառի։ Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրն առավել նկատելի է դարձել 90-ականներից սկսած։ Եթե նորմալ բաշխվածություն աղջիկների եւ տղաների բնության մեջ, այսպես ասած, թելադրված 105 տղա եւ 100 աղջիկ է ծնունդի ժամանակ, ծննդյան նորածինների, ապա Հայաստանում վերջին շրջանում նկատվում է միջին ծնունելիության ցուցանիշներով 114 տղա եւ 100 աղջիկ։ Մենք նկատում ենք, որ 2060 թվականին Հայաստանում չի ծնվի մոտավորապես 99000 աղջիկ, նշանակում է 99000 մայր հետո արդեն ծնունդ չի տալու, եւ դա լուրջ խնդիր է դառնալու մեր ազգի վերարտադրության շարունակության համար։ Հայ ընտանիքներում տղա երեխայի նախապատվություն տալու 3 հիմնական գործոններ կան։ Տղան ազգանվան շարունակող ու ժառանգորդն է։ Բացի այդ, ամուսինները նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, ինչն էլ նվազեցնում է 2 սեռի երեխա ունենալու հավանականությունը։ Ի վերջո, համապատասխան տեխնոլոգիաների հասանելիության պատճառով ապագա ծնողները կարող են նախապես իմանալ երեխայի սեռը եւ խուսափել աղջիկ երեխա ունենալուց։ Հատկապես Գեղարքունիքի շրջանը դպրոցներում դասարանները հագեցված են 10-15 երեխայով, հիմնականում կրտսեր դպրոցի մասին է խոսքը, որից 10-ը
տղա են եւ 3-4 աղջիկ կարող է լինել։ Այդ 3-4 աղջիկը խնդիր են ունենում նախ դասարանում ինտեգրվելու, տղաները չեն ունենում հմտություններ շփվելու աղջիկների հետ։ Ծնողները մտահոգություններ ունեն, որ իրենց աղջիկները գնում են բացարձակ տղաների միջանվայրում սովորելու եւ չեն թույլ տալիս, որ երեխան գնա դպրոց այդ դասարանը մտնի։ Հայաստանը սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում է, իր տեղը զբաղեցնելով Չինաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի կողքին։ Առաջնեկի դեպքում սեռով պայմանավորված արհեստական ընդհատում Հայաստանում գրեթե չկա, սակայն հղիության ընդհատման հավանականությունը մեծանում է երկրորդ, հատկապես երրորդ երեխայի դեպքում։ 100 աղջկա պարագայում ծնվում է 160 տղա։ Երևույթի կեղծ, այսպես ասած, գաղափարը հիմնավորումը ցույց տալու համար իրականացրեցին հետազոտություն, որը ցույց տվեց, որ ծերանոցներում հայտնված մարդիկ 70%-ից ավելի ունեն տղաներ։ Եւ դա փաստորեն ոչ մի ձևով իրենց չօգնեց, որպեսզի իրանք չհայտնվեն այդ հաստատությունում, այլ խնամքը ստանան ոչ թե իրենց զավակներից եւ թոռներից, այլ պետական հաստատությունից, որով եւ ինձ թվում է բավականին պարզ է դառնում, որ միշտ չի, որ տղա ունենալը նշանակում է ապահով ծերություն։ Փորձագետների կարծիքով սեռով պայմանավորված հղիության ընդհատումն արգելող օրենքը կարող է մեծացնել կոռուպցիոն ռիսկերը, ասել կուզի, պետք է դեռ փնտրել եւ գտնել այլընտրանքային տարբերակներ, հուսալով, որ անկախ բոլոր գործոններից, մշակվող օրենքներից ու նախագծերից հայ ծնողն ինքն իր խելամիտ ու մարդասիրական ընտրությամբ կնվազեցնի մեր երկրի համար վախեցնող ցուցանիշները։ Մաքսիմ Գորկին վստահ էր, որ ազատ մարդուն հասանելի են բոլոր բարձունքները։ Մաքսիմ Գորկուն հաստատ չեն հասկանում այն ծնողներն, ովքեր ամեն հարցում իրենց երեխաներին սեփական կարծիքն են պարտադրում եւ արգելում ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ինչ է ազատությունը, հարցը քննարկելու եմ ոչ թե մասնագետի, այլ մի խումբ երեխաների հետ։ Ողջույն երեխաներ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Մենք սովորաբար մայրիկների ակումբում տարբեր թեմաներ քննարկում ենք մասնագետների հետ, բայց որոշել ենք այսուհետ շաբաթական մեկ անգամ նաև ձեզ հետ քննարկել հետաքրքիր թեմաներ, որոնք հետաքրքրում են դեռահասներին ու նրանց խոսքը երբեմն ավելի կարևոր է, քան մասնագետի խոսքը։ Իհարկե ձեր քննարկումից հետո հիմա տաղավարից այն կողմ մասնագետը լսելու է մեր զրույցը եւ իհարկե մասնագետի հետ այլ քննարկում կունենանք այս թեմայի վերաբերյալ, բայց նախ ինձ հետաքրքիր է, թե դուք ինչ եք հասկանում ասելով ազատություն։ Ինչ է ձեզ համար ազատությունը։ Ազատությունը իմ կարծիքով ոչ միայն առաջին հերթին ոչ թե առավելություն է, այլ պարտականություն։ Իսկ պարտականություն ասելով մենք հասկանում ենք, որ մարդ ազատ լինելով հանդերձ պետք է նաև հարգի մեծերին, լսի նրանց կարծիքը եւ իր շրջապատի ու ամեն ինչի նկատմամբ լինի ուշադիր։ Ազատությունը նախ եւ առաջ պարտականությունների շարք է, եւ եթե ես իմ պարտականությունը չեմ կատարում եւ իմ փոխարեն իմ պարտականությունը կատարում է ուրիշը, արդեն ես ազատ չեմ, այլ կախյալ եմ տվյալ անձից։ Օրինակ, մի օրինակ կբերես։ Օրինակ, Օրինակ դասերը քո փոխարեն մայրիկն է, ասենք շարադրությունը գրեց, դու տարար դպրոց։ Սա քո ազատության սահմանափակում է։ Այո, քանի որ ես արդեն կախյալ եմ լինում մայրիկից։ Ասենք, Հելեն, դու ցանկանում ես գնալ, ինչ խմբակի ասեմ, աղջկա համար մի քիչ տարօրինակ է բոքսի հաճախել եւ ծնողները թույլ չեն տալիս։ Սա քո ազատության ոտնահարում է, ինչ ես կարծում։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է ընտրի իր մասնագիտությունը, թե նա որտեղ կարող է հաճախել, բայց լինում է դեպքեր, երբ ծնողներն են պարտադրում, սակայն դա սխալ է, քանի որ ամեն մարդ պետք է գտնի իր ազատությունը յուրովի եւ որտեղ երեխան ցանկանում է, այնտեղ պետք է նա հաճախի, որպեսզի իրեն լավ զգա։ Իսկ եթե ծնողի խորհրդով է նա հաճախում, կարող է իրեն դուր չգալ այդ խմբակը եւ նա հաջողության չհասնի։ Լավ, ինչպես պայքարել։ Ձեր տարիքում շատ իհարկե ցավով եմ նշում, բայց հայ հասարակության մեջ թե դպրոցում, մեծահասակների կողմից, ծնողների կողմից, երբեմն ձեր տարիքի երեխաների խոսքը շատ չեն կարևորում։ Համոզված եմ եղել են դեպքեր, երբ զգացել ես, որ մեծահասակը ոտնահարում է քո ազատությունը։ Ինչպես ես պայքարել։ Ինձ հետ շատ է պատահում այդպես տանը, ես շատ եմ սիրում համակարգիչ խաղալ, եւ երբ որ համակարգիչ եմ խաղում, միշտ մայրս կամ հայրս արգելում են շարունակել խաղը, բայց ես երբեմն նեղանում եմ նրանցից, մտածում ես, որ բայց ես հասկանում եմ, որ դա ոչ թե իմ ազատության ոտնահարումն է, այլ նրանք ուզում են, որ ես ապագայում ջղային չլինեմ, լինեմ լավ տեսնեմ եւ լավ մարդ դառնամ։
Մեկ պետք է լինում է, որ ցուրտ է լինում, բայց անելու բան չի լինում, եւ մենք խնդրում ենք մայրիկին կամ հայրիկին, ես եւ եղբայրս, որ դուրս գանք բակ մի քիչ խաղալու, բայց նրանք արգելում են, բայց լինում է ժամանակ, որ թողում են, այդ ժամանակ ես շատ հանգիստ եմ ինձ եւ ազատ, բայց երբ որ չեն թողում, ես նեղանում եմ նրանցից, բայց լավ, արգելքի ժամանակ չեն լինում դեպքեր, երբ ասում են ոչ արտակ, չպետք է իջնես, դու ցուրտ է, հիմա մնա տանը, գիրք կարդա, այ խոսել, բանակցելու միջոցով եղել է, որ դու հասնես քո նպատակին։ Շատ։ Ստացվել է, բայց հանգիստ տոնով խոսելու միջոցով։ Լավ։ Եթե ես իմ մայրիկի հետ համեմատից չեմ լինում, ես սկսում եմ նրան համոզել, եթե դա նրա վրա չի ազդում, ապա ես իմ եղբայրի հետ սկսում եմ ավելի հետաքրքիր բանով զբաղվել եւ դա ավելի արդյունավետ է լինում, քան իմ ուզած այդ բանը։ Այսինքն լուրջ բողոք չկա։ Ոչ։ Շնորհակալ եմ ձեզ քննարկման համար, հուսամ, որ կյանքի ընթացքում իսկապես այն ընկալումը, որ ունեք հիմա ազատության, կշարունակվի, դուք երբեք չեք ոտնահարի դիմացինի ազատությունը, ձեր ազատության համար, բայց այնուամենայնիվ կգտնեք ձերը, կառաջնորդվեք ձեր կարծիքով, ձեր սկզբունքներով, որովհետև ազատություն, այո, բառը, հասկացություն, մենք փորձում ենք այն սահմանել, բայց հետո կյանքի ընթացքում կզգաք, թե ազատությունը որքան կարևոր է ձեր կայացման գործում, սկսած մասնագիտությունից մինչև հետագայում արդեն ամուսնություն եւ այլն եւ այլն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ողջույն Դոնարա։ Ողջույն։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, շնորհակալ եմ նաև, որ հետևում եք մեր զրույցին դեռահասների հետ քննարկմանը, մենք այսօր խոսում ենք ազատության մասին, նրանք իդեպ 6 եւ 7-րդ դասարանի աշակերտներ էին, շատ հետաքրքիր կարծիքներ լսեցի, բայց ինձ իհարկե շատ բաներ նաև զարմացրեց, որովհետև երբ ես լսում եմ դեռահասություն, ու հիմնականում գիտենք, որ դեռահասները շատ են, չէ, պայքարում իրենց ազատության համար, ընվզում են, բայց տաղավարում շատ հանգիստ էին, ոչ մի բողոք չունեին, ոչ մի գանգատ չունեին, ինչու Դոնարա։ Պետք է ասել, որ ազատությունը դա շատ սուբյեկտիվ հասկացություն է։ Ամեն մարդ պետք է հասկանա, թե ինչ է իր համար ազատությունը։ Օրինակ իմ կողքը նստած տղայի արտակի համար ազատությունը համակարգչով երկար խաղալն է կամ երբ ցանկանա բակի չնելն է։ Այո, կամ բակի չնելը։ Այսինքն այսօր դերևս իր հետաքրքրությունների, այն ուրեմն զբաղմունքների շրջանակը այդքան էին բավարարված էին եւ նա կարծես թե ավելի բավարարված էր նրանով, որ պետք է ծնողները ժամանակ առ ժամանակ նրան թողնեին իջներ բակ կամ ուրեմն համակարգչային խաղով հետաքրքրված լինելը զբաղվեր, այո։ Բայց ավելի մեծ տարիքում, երբ որ արդեն այդ անցումնային շրջանը մենք իսկապես դա փաստում են բոլոր դեռահասները, որ շատ ճգնաժամային փուլ է այդ շրջանը, դեռահասության շրջանը, ինչու համար, որովհետև երեխաները սեռահասունության տարիքում արդեն եւ նրանց ֆիզիոլոգիական մտավոր հետաքրքրությունների շփման դաշտը փոփոխվում է եւ ինքնուրույնություն են ձեռք բերում։ Բնականաբար այ աղջիկը, երբ որ խոսում էր իր պարտականությունների մասին, ազատությունը կարծես թե ասոցացնում էր պարտականությունների։ Շատ հրաշալի գաղափար է, որովհետեւ ազատությունը դա ազատություն չի, պարզապես թևեր չեն, այլ պատասխանատվության մեծացումն է։ Եվ ցանկացած ծնող, երբ որ ազատություն շնորհելով իր երեխային հուշում է, որ պատասխանատվությունը ավելի մեծանում է, այդ ժամանակ ուրեմն երեխան մտածում է, թե այդ ազատությունը ինչքանով է իրան հարկավոր, որտեղ իսկապես ինքնուրույն որոշումներ կայացնելը թերևս ամենաբարդ գործերից մեկն է, ինչքանով է հաջողված լինելու տվյալ իրադրությունում։ Ծնողները պետք է ուրեմն ցուցաբերեն համագործակցելու դիրքորոշումը եւ ոչ թե ըմբոստանալու երեխայի հետ, եթե որևէ բան է առաջարկում։ Եթե կա, ասենք, բավականին տարական բան, իջնել ներքև բակում խաղալ երեխաների հետ, չէ որ երեխայի մարդու ձևավորման համար անհրաժեշտ է նաև խաղը, բակը, որը իդեպ ասեմ բավականին քչացել է այդ շփումը, բակային շփումը, իզդա շատ կարևորվում է։ Այսինքն մարդու որակների նոր որակական նորագոյացությունների ձևավորման համար անհրաժեշտ է բակային շփումները, մարդկային շփումները, որտեղ որ տղաները իդեպ շատ կարևոր առանձնահատկություններ են ձեռք բերում, ձևավորում են իրենց անձը եւ կարողանում են իսկապես հետագայում որոշակի իրադրություններում ճիշտ որոշումներ կայացնել, ընդօրինակելով այդ տարիքը նաեւ ընդօրինակման վտանգավոր տարածք է բակը դեռահասի համար, բայց ինչպես դուք նշեցիք եւ բազմիցս մասնագետները նշել են, շատ կարևոր տարածք, որտեղ պետք է երեխային տալ ազատություն, բայց
վերահսկել կամ լինել ուշադիր պարզապես։ Գուցե եւ վերահսկել, սակայն այն սաղմերը, եթե ծնողը ճիշտ է տանը դրել է իր երեխայի մեջ, այսինքն այն փոքրիկ ուրեմն ծիլերը եթե կան, արդեն այն բարքերից, որ կան այդ առաջին սոցիալական ինստիտուտում, որը ընտանիքն է, ուրեմն վախենալ պետք չէ։ Երեխան կարող է ճիշտ որոշում կայացնել եւ կարող է շեղվող վարքի ինչ որ զոհ չգնալ։ Եվ անհրաժեշտ է իհարկե երեխայի հետ զրույցները, երեկոյան զրույցները։ Երեխայի եմ ասում, որովհետեւ դեռահասի հետ թերևս անընդհատ անհրաժեշտ է զրույցներ, իսկ խելացի ծնողը կարող է ամենօրյա զրույցներում որևէ բան հասկանալ, ինչ օրը ինչպես է անցկացրել, նրանց ոչ անմիջապես հարցերով ու հարցախեղ տանելով, բայց այո, հուզական ֆոնը բավականին բարձր է։ Երեխայի ուրեմն տեսքից միանգամից երևում է, որ որևէ բան այն չէ, իր օրը այնպես չի անցել, այսինքն ընկերական շրջապատում որևէ ինչ որ իրադրություն կա, որը պետք է անպայման շտկել, այսպես թե այնպես ծնողը կարող է հասկանալ, չէ՞ որ ամենաշատը ճանաչում է ծնողը։ Դրանով մենք վերջում երեխաների հետ խոսեցինք նաև դպրոցի մասին ու նորից հայ դպրոցականի ավանդական կեցվածք ու ավանդական մոտեցում մի տեսակ բոլորի մոտ վախի ինչ որ բան եմ զգում, որը բերում է այս մոտեցմանը, որովհետև այո, հարգել պետք է, լսել պետք է, ցավոք մեր օրերում երբեմն նաև հա ծայրահեղություններ ես նկատում, բայց սրա մեջ վախենալու բաներ չկան։ Մենք տեսանք շատ օրինապաշտ, շատ ուրեմն բարեկիրթ երեխաների, որոնք համոզված են, որ նրանք հենց այդպիսին էին։ Նրանք չէին ստում, շատ անկեղծ էին։ Եկեք մեր իրականությունից չշեղվենք, հաստատ կան դեռահասներ, որոնք ըմբոստանում են, եթե լսենք բավականին շատ ուսուցիչների, չենք խոսում ծայրահեղությունների մասին, անիմաստ ըմբոստությունների կամ ոչ թե անկարգություններ անել, ոչ թե ըմբոստանալ, իսկապես հակառակվել ուսուցչի ոչ պակաս գիտակից խոսքին եւ ասել իր կարծիքը։ Ես կարծում եմ, որ այսօր շատ ուսուցիչներ իսկապես լսում են կարծիքը, եթե թողներ են շատերը, որ չեն լսում, ուրեմն ես հորդորում եմ, որ անպայման լսեն դեռահասի կարծիքը, որտեղ այնտեղ կարող են գտնել իսկապես բավականին լուրջ վարկածներ, որոնք կարող են հերքել նաև իրենց ասվածը։ Նույնիսկ ստիպել, որ այդ դեռահասը կարծիք հայտնի, քո դեմ գնա, ինչ որ, որովհետև ես գոնե սարսափում եմ, երբ տեսնում եմ դեռահաս, ով շատ նորմալ հունով գնում է, իր կարծիքը միշտ ճնշվում է, հա, ում ճնշում են միշտ վաղը ենթադրվում է, որ այդ մարդը չի կարող մեծանալ, չգիտեմ, ազատ, ստեղծագործ, վառ երևակայությամբ կամ ազատ տեսակով մարդ։ Միանշանակ շատ տարբեր են լինում եւ այստեղ իսկապես ամենակարևորը խմբի մեջ դեռահասի սոցիալական դիրքն է, որովհետեւ նրանց համար սոցիալական դիրքը ամենակարևորն է։ Մեծահասակները թերևս այստեղ իրենց մեծ գործն ունեն, որովհետեւ պետք է նրանց վերաբերվել որպես իրավահավասարի։ Այսինքն սոցիալական դիրք տալ։ Ինչու՞ չէ նաև ծնողները երբեմն պետք է կենցաղային հարցերը քննարկեն նաև դեռահասների հետ, որպեսզի տեսնեն ինչ խնդիրների հետ են բախվում ծնողները, ոչ թե միտումնավոր, այլ պարզապես փոքր քայլեր, որոնք այնքան կհեշտացնեն դեռահասության շրջանը, որից շատ ծնողներ պարզապես սարսափում են։ Շնորհակալ եմ, որ մեր քննարկումը մեկնաբանեցիք եւ շնորհակալ եմ, որ խոսքի ընթացքում բազմաթիվ գործնական խորհուրդներ տվեցիք դեռահասների ծնողներին։ Եվ մեծ սիրով ես կուզենամ ավելացնել եւ իսկապես ազատություն ասվածը կարևորվում է բոլորի կյանքում եւ պետք է չշեղվել իրական ազատությունը զգալու ցանկությունից, որովհետև դեռահասի համար կարող է իսկապես իմացական, գիտելիքների, ճանաչողական, մեծերի հետ շփման կարևորությունը ավելի մեծ ազատություն իրեն տալ։ Շնորհակալ եմ։ Մայրիկների ակումբը բաց հարթակ է, ուր իրենց կարծիքն ու մտահոգությունները, հարցերն ու առաջարկները կարող են թողնել մեր բոլոր հեռուստադիտողները։ Գտեք մեզ Facebook-ում, հետևեք ծանուցումներին, դիտեք նաև բաց թողած հաղորդումները։ Մեր Facebook-յան ընտանիքն արդեն 18000 անդամ ունի։ Մենք բոլորս վստահ ենք, որ մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։